Իմ զրուցակիցը ազգային ժողովրդավարական բևեռի պատգամավորության թեկնածու առաջին տեղում պատգամավորության թեկնածու Գևորգ Կարապետյանն է։ Գևորգ այսօր առավոտյան նաև ազգային ժողովրդավարական բևեռը իր մի խումբ աջակիցների հետ միասին եղավ մարզահամերգային համալիրի ուրեմն տարածքում եւ մասնակցեց բողոքի ակցիան, ինչ տպավորություն ունես։ Բևեռը որպես ազգային ուժ մշտապես ներկա է գտնվել այն բողոքի հանրության ազգային պետական շահը պահանջող ժողովրդի կողքին, որտեղ որ իրենց ձայնը հասանելի չի կամ ավելի մեծ արձագանք պետք է ստանա։ Ազգային ժողովրդավարական բևեռը իհարկե կողմ է ժողովրդավարության աջակցմանը, բայց ոչ դրա աղավաղմանը, որովհետև այն անձը, ով ներկայացնում է Հայաստանը իբրև ժողովրդավար երկիր, մենք տեսնում ենք, որ այդ գոյություն ունեցող ժողովրդավարության նշույլները փոքրիկ քայլերով ընթանում են դեպի ավտորիտար ռեժիմի։ Չի կարող ժողովրդավար պետության մեջ թանգարանի տնօրենը գիրք նվիրելու համար ազատվի պաշտոնից, չի կարող ժողովրդավար պետության մեջ լինել քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալներ։ Ճիշտ է, հնարավոր է միջազգային հանրությունը նման ձևակերպումներ չի տվել հենվելով ներկա կառավարության տված պարզաբանումների վրա, սակայն մենք հասկանում ենք, որ բանտում գտնվող սասնածռերից սկսած մինչև մյուս բանտարկյալները քաղաքական նկատառումներից ելնելով են այդ մարդիկ բանտարկված։ Այս դեպքում բևեռը իր ասելիքը ունի, իր բողոքի եւ իր ձայնը բարձրացնելու իրավունքը ունի, պետք է ասի, որ այն մարդը, ով ներկայացնում է Հայաստանը, չի ներկայացնում ամբողջ ժողովրդի կամքը եւ ամենակարևորը իրականությունը չի ներկայացնում։ Իսկ բևեռի գլխավոր զենքը միշտ եղել է ճշմարտությունը բացահայտելը։ Այսինքն մենք քայլ առ քայլ մոտենում ենք ժողովրդավարության անկմանը, բայց ծափահարում են մեզ ներկայացնելով, թե Հայաստանը ժողովրդավարությունը Հայաստանում ծաղկում է։ Սա պետք է ճեղքվի այս ինֆորմացիոն բլեֆը եւ ներկայացվի ճշմարտությունը եվրոպական երկրների ղեկավարներին։ Գևորգ, իհարկե այս առիթը պետք է օգտագործել, հա, նման միջոցառումը պարզապես իրավունք չունենք բաց թողելու եւ հենց հայ ժողովրդի ձայնը բարձրաձայնելու, մեր ասելիքը, մեր կարծիքը հայտնելու, բայց դու ինչ ես կարծում, հնարավոր չէ մոտենալ հենց պատվիրակներին, տարբեր երկրների ղեկավարներին, ինչպես ես կարծում, հնարավոր է, որ այս ակցիաները, ինչը որ առավոտվա ժամը 9-ից մինչև 16:00 մարզահամերգային համալիրի տարածքում իրականացվում է, հասնի Եվրոպական միության անդամներին։ Ինձ թվում է անպայման կհասնի, ինչքանով որ հնարավոր է, ինչքանի հնարավորություն որ մենք ունենք, քանզի եթե մենք անձնապես նման շփումներ չունենանք ճշմարտությունը բացահայտելու, բնականաբար լրատվականների միջոցով տեղյակ կլինեն, այնպես որ մեր ներկայությունը մեծ բան է փոխելու։ Ուզում եմ անդրադառնանք նաև Մակրոնի հայտարարությանը։ Մակրոնը հայտարարեց, որ 2018 թվականից մինչ 2018 թվականը Հայաստանը եղել է ռուսական ֆորպոստ, իսկ այժմ Հայաստանը ազատված է ռուսական այդ ազդեցությունից, նշելով, որ 2018 թվականին Հայաստանում իրական հեղափոխություն է տեղի ունեցել եւ այժմ Հայաստանը ժողովրդավար, ազատ, անկախ երկիր է։ Տեսեք, ես միշտ իմ հարցազրույցների մեջ, իմ գրառումների մեջ միշտ շեշտել եմ, որ
Սասնա ծռերը հայ քաղաքական դաշտում, տեսեք որտեղից եմ սկսում իմ խոսքը, հայ քաղաքական դաշտում եւ այսպես կոչված քաղաքական խոսույթի մեջ իրենք լակմուսի թուղթ են եւ այդ կեղծիքը բացահայտելու ամենահեշտ ձևը։ Եթե հաշվենք, որ դա իրականություն է եւ իրոք Հայաստանում հեղափոխություն է, հա, այսպես ասած տեղի ունեցել 2018 թվականին, այդ դեպքում պետք է հարց տալ։ Եթե Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել ավտորիտար ռեժիմի դեմ կամ ռուսական, այսպես ասած, ֆորպոստը փոփոխության է ենթարկվել, ապա ինչու են այդ ֆորպոստի ներկայացուցիչները ընթացքում հայտնվել խորհրդարանում, իսկ այդ ռեժիմի դեմ ապստամբած պայքարած անձնավորությունները, այս դեպքում Սասնա ծռերը հայտնվել բանտում։ Եվ այս ճշմարտությունը ուղղակի հիմքից կոտրում է այդ միֆը։ Լավ, շնորհակալ եմ։ Որովհետև հեղափոխության տրամաբանությունն է դա պահանջում, եթե դա հեղափոխություն էր։